Նստեք։ 2026 թվականի հուլիսի 16-ին նշանակված դատական նիստը հայտարարում է բացված, Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը տվյալ դեպքում հանդես գալը որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի անդամությամբ Անահիտ Աբրամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Միկոյանի դրամբաց դատական նիստում քննության է առնում Երևան քաղաքի առաջին ատյանն ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարության նախարարի միջնորդությունը նիստերի քարտուղարին խնդրում եմ զեկուցել, ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են Արդարության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Արդարության նախարարի ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը եւ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Շատ լավ։ Շնորհակալություն նախարարի տեղակալի եւ ներկայացուցիչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը։ Հարգելի խորհուրդ, փոքրիկ տեխնիկական խնդիր ունենք, լիազորագրերը մեզնից հետ են ընկել, կարանք մի 15 րոպե ընդմիջում հայտարենք մինչև հասնի կամ եթե դեմ չեք նիստը շարունակենք ընթացքում ներկայացնենք։ Շատ պարզ ասեմ, մոռացել եմ գալուց, հարգելի խորհուրդ, հետս վերցնեմ, արդեն խնդրել ենք գործընկերները բերում են ճանապարհինա կհասնի, հա։ Լավ, կարճ ընդմիջում կհայտարենք, բայց մինչ այդ պարզաբանեմ, որ նախորդ դատական նիստում քննությունը հետաձգվել էր նախարարի պարտականություններ կատարելու կողմից ներկայացված դիրումի հիման վրա, քննությունը հետաձգելու վերաբերյալ ըստ էության քննություն տեղի չէր ունեցել, այսօր նիստին չի մասնակցում խորհրդի անդամ Համբարձումյանը, Մերի Համբարձումյանը, ով գտնվում է արձակուրդում։ Այժմ մոտ 10 րոպե ընդմիջում, ինչպես դուք ասացիք, մոտ 10 րոպե ընդմիջում հայտարարենք, ներկայացրեք փաստաթղթերը, շնորհակալություն։ Նստեք։ Դատականն շարունակվում է ընդհատման պահից, ընդմիջում էր հայտարարել, որպեսզի լիազորությունները հավաստող փաստաթղթեր ներկայացվեն լիազոր մարմնի կողմից, խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, քանի որ նախարար Սրբի Գալյանը գտնվում է արձակուրդում, ներկայացնում եմ իրեն արձակուրդ տրամադրելու մասին որոշումը նախարարի պարտականությունները կատարողի կողմից տրված հանձնարարականը եւ լիազորագիր։ Ներկայացվեց անձահաստատող փաստաթղթերը, վկայականները, որոնք հետ է վերադարձվում, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում Սրբի Գալյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, փոխարինող է նշանակվել Տիգրան Դադունցը նախարարի տեղակալ, Արդարության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի կողմից որպես պարտականությունները կատարող տրված հանձնարարականը նախարարի տեղակալ Աննա Կարապետյանին Սյունի Բարույթով մասնակցելու մասին, նաև լիազորագիր 2026 թվականի հունիսի 18-ին տրված Արդարության նախարարի կողմից ստորագրված այն մասին, որ նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանը լիազորված է Կարեն Ֆարխոյանի վերաբերյալ վարույթով ներկայանալու նիստին որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ կցվում է գործի նյութերին։ Այժմ քննարկենք բացարկների ինքնաբացարկների հարցը, խորհրդի անդամներին կա բացարկ առողջություն։ Չունենք հարգելի խորհուրդ։ Դուք, պարոն Ֆարխոյան։ Շատ լավ, խորհրդի անդամներ ունեն ինքնաբացարկ։ Խնդրեմ ներկայացրեք։ Ուզում եմ քննարկենք իմ ինքնաբացարկի միջնորդությունը, քանի որ պարոն Ֆարխոյանն հետ երկար տարիներ ընկերական հարաբերությունների մեջ ենք։ Շատ լավ, հարցեր կան խորհրդի անդամների կողմից այս պահին։ Իհարկե մենք խորհրդակցական սենյակում կորոշենք, բայց այս պահին չկա, ինչ-որ բան ունեք ասել։ Ավելացնել ոչ։ Դուք, պարոն Ֆարխոյան։ Շատ լավ։ Հրանանք խորհրդակցական սենյակ անպատասխան որոշում կայացնելու քիչ անց կվերադառնանք։ Նստեք։ Դատական նիստը շարունակվում է, խորհրդի անդամ Աշոտ Հայրապետյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, մասնապես ընկերական մտերիմ հարաբերություններ ունենալու հիմքով, խորհրդակցական սենյակում պարոն Հայրապետյան խորհուրդը որոշեց եւ հարգելի մասնակիցներ, խորհուրդը որոշեց ինքնաբացարկի միջնորդությունը ըստ էության բավարարել եւ Աշոտ Հայրապետյանը չի մասնակցի այս պրոցեսին։ Ձեր շնորհակալություն, դուք ազատ եք։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքի սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն
Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերի բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակական բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասն հայտնել բարձրագույն դատական խորհրդին։ Հարգելի ազոր մարմնի ներկայացուցիչները, արդյոք կարգա այդպիսի հանգամանք, որը կցանկանաք տեղեկացնել։ Ոչ, հարգելի խորհուրդ, առկա չեն։ Շատ լավ։ Արդյոք արկա է այլ միջնորդություն, որը գտնում եք, որ անհրաժեշտ է քննարկել այս փուլում, մինչև միջնորդություն ձեր կողմից ըստ էության ներկայացնելը։ Մենք չունենք։ Դուք, պարոն Ֆարխան։ Շատ լավ, այժմ միջնորդություն ներկայացնելու համար խնդրեմ նախարարի արգել ներկայացուցիչ մոտեցեք ամբիոն։ Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, Երևան քաղաքի առաջին ատյան ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխյանի նկատմամբ քաղաքացի Էդգար Ղազարյանի հաղորդման առթիվ առերևույթ կարգապահական խախտման դեպքի կապակցությամբ 2026 թվականի ապրիլի 10-ին հարուցվել է կարգապահական վարույթ։ Թիվ ԵԴ105971125 դատական գործով դատավորը միջդատական ակտի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի արդյունքով որոշումը չի կայացրել վարույթ հարուցելուց հետո 1 ամսվա ընթացքում եւ նշված վարույթը եզրափակող 2025 թվականի դեկտեմբերի 19-ով թվագրված որոշումը բողոքը ներկայացրած անձին ուղարկել է միայն 2026 թվականի ապրիլի 14-ին։ Ուշադրություն հարգելի խորհուրդ վարույթի հարուցումից 4 օր հետո։ Այսինքն նախատեսված ժամկետից 3 ամիս 26 օր անց, որպիսի պայմաններում դատավորի կողմից թույլ է տրվել նաև ողջամիտ ժամկետում գործի քննության եւ լուծման վարքագծի կանոնի խախտում։ Իրականացված կարգապահական վարույթի արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 4-րդ մասում, 304-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված պահանջներ, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետում եւ 70-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետում ամրագրված պահանջների խախտումներ։ Հարգելի խորհուրդ, ամփոփելով խոսքս, խնդրում եմ արդարադատության նախարարի 2026 թվականի հունիսի 9-ի միջնորդությունը բավարարել, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխյանի ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Ավարտեցի, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Այժմ պարոն Ֆարխյան, հարցեր տալու հնարավորություն ունեք միջնորդության վերաբերյալ, ինչ հարցեր ունեք նախարարի ներկայացուցիչին, խնդրեմ։ Չէ, հարցեր չունեմ ես։ Հարցեր չունեք, շատ։ Խորհրդի անդամները, խնդրեմ։ Հարգելի ներկայացուցիչներ, հարցս հետևյալն է։ Սովորաբար նմանատիպ ժամկետի վերաբերյալ կարգապահական վարույթներով որպես կանոն նախարարության կողմից դեպարտամենտին հարցում է կատարվում դատավորի ծանրաբեռնվածության վերաբերյալ։ Պարզապես պարոն Զեյնալյան, այս անգամ կարծես թե չեմ նկատում, միգուցե ես եմ վրիպել, խնդրում եմ այս մասին, մի փոքր բացատրեք, արվել է, չի արվել, թե ձեզ համար բավարար են եղել փաստականային նյութերը, տվյալները, որոնցով որ ձեր որոշումը կայացվել է, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, հարգելի խորհուրդ, չի արվել, որովհետև դրա անհրաժեշտությունը ճիշտն ասած չեն գտել, որովհետև վարույթի շրջանակներում ծանրաբեռնվածությունը չի եղել քննարկվող ըստ էության պատճառ կամ խոչընդոտը ակտի տրամադրման կամ ակտի ուշացման։ Դատավորի բացատրությամբ իր ծանրաբեռնվածության մասին որոշակի տվյալներ ընդհանուր առմամբ հայտնել է, դատարանների ծանրաբեռնվածությունը հանրահայտ փաստ է ըստ էության թե մեր, թե խորհրդի, թե բոլորի համար, քանի որ հիմնական էական նշանակություն ունեցող հանգամանքը չի եղել ծանրաբեռնվածությունը, եւ պարոն Ֆարխյանը բացատրությամբ մեզ որոշակի տվյալներ է հայտնել, լիազոր մարմինը որևէ կերպ դատավորի պաշտոնը, բարձր պաշտոնը զբաղեցնող անձի խոսքը բնականաբար չի կարող կասկածի տակ ընդունել ծանրաբեռնվածության մասով այն տվյալները, որոնք որ հայտնվել են լիազոր մարմինը ընդունել է որպես հիմք։ Բայց խորհրդի ուշադրությունը հրավիրում եմ հիմնական այն հանգամանքի վրա, որ մեր կողմից վերագրվող խախտման արարքի, եկեք այսպես ասեմ ձեր թույլտվությամբ, մեր կողմից վերագրվող արարքի պատճառը ըստ էության, բացատրությամբ նաև դատավորի կողմից չի բերվել հիմնականում ծանրաբեռնվածությունը։ Այդ իսկ պատճառով լրացուցիչ այդ ուղղությամբ գործողությունը իրականացնելու անհրաժեշտություն չենք գտել։ Շնորհակալություն։ Ուրիշ հարց ոնց որ թե չկա։ Ես մի հարց տամ, խնդիրը պարզ է, ինչ որ ներկայացրեցիք պարզ է, ընդամենը մի բան եմ ուզում ճշտել,
հետևանքների առումով, այդ ում է ներկայացվել, չէ, ձեզ բողոք է ներկայացվել քաղաքացու կողմից որոշում ուժ տրամադրվելու, հետո ոնց որ տրամադրվել է, ինչպես որ դուք ասացիք, հետո դրանց մենք մեր գնահատականը կտանք, կարող եք ասել, ինչ հետևանք է ունեցել այդ որոշումը ուժ տրամադրելը ըստ ձեզ։ Հարգելի խորհուրդ, քննարկվող դատական գործի շրջանակներում գործ ունենք դատական երաշխիքների վարույթի հետ։ Նախ սա նույնպես ցանկանում եմ բարձրաձայնել, որ խոսքը չի գնում ըստ էության քննության գործի մասին, որով որ ըստ էության լիազոր մարմնի պրակտիկան նաև տարբերում է։ Այդ է պատճառը, որ խորհուրդը կարող է նկատել, որ ժամկետների տարբերակում այստեղ կա։ Մեր կողմից օրինակ այլ ես ճիշտ ասած ակնկալում եմ հարց պատասխանի ընթացքում կբացահայտվի, եթե խորհուրդը թույլ տա մի քիչ ավելի լայն պատասխանեմ, էլի հարցին։ Խնդրեմ։ Մեր կողմից կա պրակտիկայի առաջին հայացքից խորհուրդը կարող է նկատել ժամկետների այլ ժամկետով բերված խախտում քրեական գործեր քննող դատավորների մասով նախկինում, որտեղ այդ ժամկետները եղել են ավելի երկար, բայց հրավիրում եմ խորհրդի ուշադրություն, որ այս մասով նախկինում բերված միջնորդությունները վերաբերել են ըստ էության քննվող գործերի ուշացումներին եւ դրանով է պայմանավորված ժամկետների տարբերակումը։ Մոտենալով նրան, որ այստեղ գործը գնացել է միջդատական ակտի իրավաչափության վիճարկման դատական երաշխիքների վարույթին։ Ավելի կոնկրետ վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը գնացել, որի մասով ստացվում է մի իրավիճակ, հարգելի խորհուրդ, որ անձը, ով որ դիմում է իրավապահ մարմիններին, ակնկալում է իրավապահ մարմիններից որոշակի գործողություն, ընդ որում քրեական դատավարության օրենսգիրքը, հարգելի խորհուրդ, վարույթ նախաձեռնելու հարցի լուծման համար շատ սահմանափակ ժամանակահատված է տալիս իրավապահ մարմիններին, որը 24 ժամն է։ Ակնկալում է որոշակի ընթացք։ Դրանից հետո անձը գալիս եւ դիմում է դատարանին եւ քրեական դատավարության օրենսգիրքը նորից կարեւորելով այս հարաբերությունների առանձնահատկությունը հարաբերական որոշակի ժամկետ սահմանելով, առավելագույնը 1 ամիս ժամկետ սահմանելով տվյալ գործերի քննության համար, ընդ որում կրկին այստեղ արձանագրման համար անհրաժեշտ եմ համարում նշել, ոչ թե ուղղակի ապրիորի նշվում է 1 ամսվա մասին, այլ իրականում նշվում է հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան 1 ամիս։ Այս պայմաններում դատարանի կողմից իմ կողմից նշված ժամկետներում 3 ամիս ավելի ուշացվել է այդ որոշումը։ Ինչ վերաբերում է հետևանքի մասին, հետևանքը հարգելի խորհուրդ դատական իշխանության հեղինակազրկումն է այստեղ, որովհետև քաղաքացին ակնկալում է արդարադատություն, տվյալ դեպքում արդարադատության օժանդակ գործառույթ, եթե կարելի է այդպես ասել, իրականացում, որը չի ստանում ժամկետում։ Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատության սկզբունքի հետ որոշակի իմաստով կարելի է ասել այստեղ հարգելի խորհուրդ գործ ունենք նաև, որովհետև եթե ինչ վերաբերում է այլ որևէ հետևանքի մասին, քան դատական իշխանության հեղինակազրկումը, հարցս ռետորական կարող եմ պարզապես հնչեցնել, ինչ պիտի այլևս լիներ, ընդհանրապես չտրամադրվեր կամ որևէ այլ հանցանք կատարվեր եւ շնորհակալ լինենք դատավորից, որ դա տեղի չի ունեցել, պայմանական ասած։ Հետևանքը հարգելի խորհուրդ մեր կողմից վերագրվող դատական իշխանության հեղինակազրկումն է։ Հուսով եմ կարողացա ամփոփ ներկայացնել։ Շնորհակալություն, հարց ունեք, խնդրեմ։ Զեյնալյան, մեկ հարց էլ, հա, այս դեպքում հստակեցնենք, հա, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը եւ դատավարական իրավունքի խախտումն է եւ վարքագիծը։ Ճիշտ ընկալեցի ես։ Դատավորին կարգապահական խախտման ենթարկելու հիմքը դատավարական նորմերի այնպիսի խախտումներն են, որոնք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների։ Դատական օրենսգրքի 142 հոդվածի առաջին մասի որ կետով։ Վարքագծի կանոնի խախտում։ Հա, շնորհակալություն։ Միջնորդության մեջ այդ մասը հստակ վկայակոչված է, այս պատական չէ, այդպես կան դատավարական նորմերի խախտումներ, որոնք իրենց բնույթով այնպիսին են, որ հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների։ 69-րդ հոդվածի առաջին մասի առաջի կետով վարքագծի ընդհանուր կանոնների, ինչպես նաև ի պաշտոն է գործելիս վարքագծի կանոնի խախտման, սահմանված ժամկետում գործը քննել եւ լուծելու։ Սա եթե միտքը ասեմ, բառացիչ մեջ բերեցի երկրորդ։ Վերջ, շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Խնդրեմ պարոն Ֆարխյան, ձեր դիրքը պատասխանը ներկայացնելու համար մոտեցեք ամբիոնին։ Շնորհակալություն, պատասխան բարձրագույն դատական խորհրդի անդամներ, արտադրության նախարարության ներկայացուցիչներ, հարցը հետևյալում է, ուրեմն դատարանի կողմից նշված բողոքը քաղաքացի Էդգար Ղազարյանի կողմից
19-11-2025 թվականին հասցեագրել էր առաջնայցյանը ընդհանուր եսյան քրեական դատարանին, որը դատարանում ստացվել էր 21 նոյեմբեր 2025 թվականին։ Դատավորների միջև գործերի բաշխման մակագրման եղանակով բողոքը ԵԴ1-05-97-11-25 համարի ներքո 21 նոյեմբեր 2025 թվականին մակագրվել և 24 նոյեմբեր 2025 թվականին հանձնվել էր իմ աշխատակազմին։ Բողոքի կապակցությամբ հարուցվել էր միջդատական ակտի վիճարկման վարույթ, այն իրականացվել էր գրավոր ընթացակարգով, հարուցման մասին որոշումը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ուղարկվել էր բողոքը ներկայացրած անձին, ակտը կայացրած վարույթի մասնակիցներից պահանջվել էր մինչև 2025 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութերը։ Դեկտեմբերի 10-ին դատարան էր ուղարկվել Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնից, նյութերը հաղորդման վերաբերյալ և ըսկող դատախազի կողմից վարույթի մասնակցի միջնորդությունը քննարկելու մասին որոշման պատճենը։ Դեկտեմբերի 19-ին որոշում էր կայացվել դատարանի կողմից բողոքը մերժելու մասին։ Ընդ որում հաջորդ աշխատանքային օրը ես դեկտեմբերի 23-ից առողջական խնդիրներով պայմանավորված գտնվել եմ արձակուրդում, որը ես առանցին փակ փաթեթով կտրամադրեմ արգելի նախագահ ձեզ, ուղղակի խնդրում եմ դա չհրապարակել, դա զուտ անձնականի է վերաբերում առողջական խնդիրների հետ կապված։ Հաջորդ աշխատանքային օրը հունվարի 5-ն էր եղել 2026 թվականի և հունվարի 5-ից մինչև հունվարի 11-ը միջդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում միջդատական վարույթի դատական ներկայացված միջնորդությունները քննության առնելու հերթապահության ժամանակահատվածով սահմանված հերթապահություն ենք իրականացրել մենք մեր նստավայրում։ Ես բացատրությամբ պարզաբանման տեսքով նաև արտադատության նախարարին պատասխան եմ ուղարկել օրենքով սահմանված ժամկետում, որ դատավորի վարույթում գտնվում է շուրջ 160 այդ ժամանակահատվածում 160-ից ավել ըստ էության քննվող քրեական գործեր, դա չհաշված այն, որ դատավորը նաև միջդատական վարույթի գործրել է այդ ժամանակահատվածում, այսինքն տարվա կտրվածքով սպասարկել, որի թիվը մոտարապես 376-ից 383-ն էր քանակային առումով։ Պարզաբանել եմ նաև բացատրությամբ պարզաբանել եմ նաև ինչ պատճառով է ծանրաբեռնվածությունը ինչում է կայանում, որ նշված գործերից, նաև ձեզ եմ տեղեկացնում, որ նշված գործերից շուրջ 35-ից 40-ը ծանր քրեական գործեր են, որոնցով որ անձիկ կան կալանազատության մեջ գտնվող, այսինքն կալանքի տակ գտնվող անձիկ կան և ես որպես դատավոր, հսկող դատավոր ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունեի հսկողություն իրականացնելու այդ առումով որոշումը ժամանակին ուղարկել էին, թե ոչ։ Ավելին ասեմ, որոշումը ուղարկվել էր և կողմին հասու էր դարձել ապրիլի 16-ին, եթե ես չեմ սխալվում։ Իսկ բողոք էր բերվել միանգամից բողոքը, դատարանի կողմից մերժվել էր դիմողի պահանջը, վերաքննիչ բողոք էր հասցեագրվել, վերաքննիչ դատարան ուղարկվել էր ամբողջական գործը, մայիս ամսվա մեջ վերաքննիչ դատարանը բողոքը մերժել էր բողոքաբերի անփոփոխ թողնելով առաջնայցյանը ընդհանրասյան քրեական դատարանի որոշումը։ Սա է, ուղղակի ես ինչպես բացատրեմ, որ սա իհարկե բոլոր դատավորների մոտ է, որ գործերը իրոք բավականին մեծ քանակի են, 160 քրեական գործ ըստ էության քննվող ու ծանր գործեր, առանձնապես ծանր ու ծանր գործեր, չգիտեմ, պետք է երևի պատկերացնեմ, որ ժամանակային առումով դատավորը ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չի ունենա
հետևի, երբ ուղարկվեց, ինչ ուղարկվեց։ Եվ մի բան էլ նախարարի, եթե չեմ սխալվում, այդ միջնորդության մեջ նշված էր, որ դատալեքս համակարգում 26-ին թե 29-ին, հա, ապրիլի, եթե չեմ սխալվում, այսպես էր նշված, որ այդ 29 ապրիլ կամ 26 ապրիլ այդ ժամանակ է դատալեքս համակարգում լրացվել, հետևաբար ենթադրվում է, որ այդ ժամանակ է այդ որոշումը կայացրել, ձևական ուղղակի 19 դեկտեմբեր է նշվել։ Ձևական չէր կարա նշվել, դատալեքս համակարգում, այսինքն ներբեռնելը, այդ ծրագրում ներբեռնելը դատավորի պարտականությունը չէ, դատավոր ուղղակի պետք է հսկողություն իրականացնել, որպեսզի աշխատակիցը, կոնկրետ գործավարը, այն աշխատակիցը, որը պատասխանատու է, ճիշտ ժամանակին մանաներ։ Ես նշում եմ, որ ես այդ ժամանակահատվածում կներկայացնեմ ձեզ, նորից եմ կրկնում, որը որ չեմ ցանկանում, որ հրապարակեք, որովհետև դա զուտ անձնական է, առողջական խնդրի հետ կապված, չեմ կարողացել հսկողությունը իրականացնել։ Սա է։ Ես շատ համառոտ կարճ նաև հարգելի Սրբուի Գալիանին եմ այդ մասին տեղեկացրել, ուղղակի ավելի համառոտ։ Սա է իմ պատասխանը։ Շատ լավ, շնորհակալություն, զբաղեցրեք ձեր տեղը, այդ ձեր փաստաթղթերի հետ կապված, որը որ ուզում եք ներկայացնել, մենք հիմա այս հարց-պատասխանը ավարտենք, փաստաթղթեր ներկայացնելու, ապաստույր ներկայացնելու այդ փուլում մենք քննարկենք, թե այդ փաստաթուղթը դուք ինչ ձևով ներկայացնեք, միգուցե եթե անհրաժեշտ կլինի, դռնփակության ռեժիմով կանենք, այսինքն քննարկման առարկա մենք կդարձնենք դա։ Շնորհակալություն, զբաղեցրեք ձեր տեղը, այժմ նախարարի արգել ներկայացուցիչ, խնդրեմ դուք հարցեր տալու իրավունք ունեք դատավորին, կարող եք ձեր հարցերը տալ, եթե իհարկե ունեք, խնդրեմ։ Շնորհակալություն հարգելի խորհուրդ, պարոն Ֆարխյան, մի հարց եթե կարելի է, նախկինում ձեր մոտ նմանատիպ ուշացումներ էլի արձանագրվել են, թե ոչ, թե սա եզակի դեպք է պարզապես։ Ու եթե կարելի է նաև միանգամից երկրորդ հարցնել, եթե կմտաբերեք մոտավոր ինչ ժամկետների խախտումներ նախկինում ունեցել եք, եթե ունեցել եք։ Ես չեմ մտաբերում, չեմ կարող նշել։ Չունեմ այլ հարցեր, հարգելի խորհուրդ։ Շատ լավ, հարցեր ունեք, խնդրեմ։ Պարոն Ֆարխյան, դուք նշեցիք, որ ունեք փաստաթղթեր, որոնք կներկայացնեք առողջականի հետ կապված, ուզում եի հասկանալ այդ փաստաթղթերը լիազոր մարմնի ներկայացվել է թե չէ, տեղեկացված են իրենք դրա մասին եւ կամ ընթացքում ներկայացվել է թե ոչ, եւ եթե ներկայացվել է, ապա այս դեպքում ուղղակի կուզեմ հասկանամ միայն մեզ եք ներկայացում, թե կողմինել եք, քանի որ ասիք անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակվի, չեմ ուզում դա երևա, կխնդրեմ այս մասն էլ հասկանանք, որովհետեւ ինձ համար կարևոր կլինի նաև լսել եւ կարծում եմ խորհրդի այս փաստաթղթի վերաբերյալ արդեն լիազոր մարմնի ներկայացուցիչների դիրքորոշումը։ Շնորհակալություն։ Բարի, ես չեմ ներկայացրել, կողմին չեմ ներկայացրել, բարձրագույն դատական խորհրդին ուղղակի փակ ծրարի տեսքով կներկայացնեմ ես, չեմ ցանկանում, որպեսզի այն հրապարակվի, ուղղակի կողմին էլ չեմ տրամադրելու հիմա, ուղղակի խնդրեմ, որպեսզի նայեք, տեսնեք, որովհետև երբ որ դատավորը նշում է, որ առողջական խնդիր եմ ունեցել կամ ունեմ, կողմին չի ցանկանում տրամադրել, կողմն էլ բնականաբար ենթադրում է, որ երևի ձևական է, էլ ուղղակի այսպես ասում, ես կտրամադրեմ, որպեսզի տեսնեք ինչի մասին է խոսքը, չեմ ցանկանում, որ այն հրապարակվի։ Լավ, հասկանալի է, շնորհակալություն։ Հարց ունեք։ Ես ամեն դեպքում մի բան եմ ուզում ճշտել, այ որ դուք ասացիք, պարոն Ֆարխոյան, երկար այդ ժամանակահատվածում ունեցել եք ծանրաբեռնվածություն մոտ 160, եթե չեմ սխալվում մոտավորապես, նաև միջդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնելու վարույթներով մոտ 350-60 մոտավորապես։ Այ հիմա ինչքան է ձեր ծանրաբեռնվածությունը շարունակում է այդ չափով մնալ, թե հիմա ձեր ծանրաբեռնվածությունը այս պահին նվազել է։ Շնորհակալություն։ Իմ ծանրաբեռնվածությունը այս պահի դրությամբ հնարավորինս նվազել է, բնականաբար նվազել է, պակասել է ըստ էության քննվող քրեական գործերի քանակը։ Շատ լավ։ Իսկ այդ ժամանակ մենք վարկել կներկել, այդ ժամանակ 196-ներ,
196-ից նվազել դարձել էր 161-ի սահմանները, հիմա ավելի է նվազել։ Շատ լավ։ Այ ըստ լիազոր մարմնի կողմից ներկայացված միջնորդության նշված է, որ 19-12-2025 թվականի որոշումը ուղարկվել է 1404-2026-ին, դե արդեն 2 օր հետո ստացել են, որը հրապարակվել է 29-04-2026-ին։ Դուք իհարկե հայտնեցիք, բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ հավաստեք, այսինքն որոշումը պատրաստ է եղել դեռևս դեկտեմբերին, համենայն դեպս այդ օրը, երբ որ կայացվել է, երբ որ թվագրված է ամսաթիվը, այլ ուղարկելու խնդիրն է, ինչի նկատմամբ հսկողությունը չեք կարողացել իրականացնել, ես ճիշտ հասկացա ձեր պատասխանից։ Որոշումը պատրաստ է եղել 19-ին է պատրաստ եղել, հենց այդ օրը, որ հրապարակվել է, ուղարկվել է ուշ, իսկ դատալեքսում ավելի ուշ է, այսպես ասենք, ներբեռնել։ Կողմը դատանի փաստացի որոշումը ամբողջովին փաստացի ստացել էր 16-ին ապրիլի 16-ին։ Ըստ ամենայն դեպս միջնորդության։ Շատ լավ, շնորհակալություն, ես հարցեր չունեմ, հիմա պետքա նստեք։ Շնորհակալություն։ Հիմա վարույթի շրջանակում ներկայացված ապաստների հետազոտման մենք պետք է անդրադառնանք, հիմա մի իրավիճակում ենք հայտնվել, որ դատավորը ցանկանում է փաստաթուղթ ներկայացնել, որին չի ուզում որևէ մեկը ծանոթանա։ Ըստ ինչպես։ Հա, բացի խորհրդից։ Հիմա այստեղ երկու իրավիճակ կա։ Խորհրդի արգելի անդամներ տրամփակության ինչ-որ ռեժիմ անցնել, ուսումնասիրել, հետ տալով, ինչ կարծիք ունի, ես մեծ առումով Պարոն Ֆարման, ընդհանրապես նաև մի բան ճշտենք, իմ խոսքի շարունակությունը, ուղղակի sense մի փոքր նաև փորձեցինք խորհրդակցել, իրավիճակը հետևյալն է, օրինակ, եթե մենք տրամփակության ռեժիմով դա ուսումնասիրենք, պարզակ ուսումնասիրենք, ինչպես դուք ասացիք, ուսումնասիրենք, հետ վերադարձնենք, նաև մասնակիցները, ովքեր որ դրանք ծանոթանան, թեկուզ եւ ոչ հրապարակվող ընդամենը փաստաթղթին ծանոթանան, պարզե տրամփակության ռեժիմով քննվող այդ մասով որևէ մեկը չի կարող հրապարակել որևէ բան, սա մի տարբերակ, երկրորդ տարբերակը, եթե դուք մտածում եք, որ մենք դրան հավատանք, մենք իրականում, ինչպես մեր լիազոր մարմնի ներկայացուցիչն միշտ ասում իր խոսքում, որ դատավորի առաքելությունը հաշվի առնելով մենք երբևէ նրա խոսքը կասկածի տակ չենք դնում, մենք էլ նույնպես կասկածի տակ չենք դնում, բայց որպես այդպիսի որոշման կայացման իրավական հիմքերում որպես փաստ հաստատելուց մենք զերծ կմնանք, բայց իրականում նաև հաշվի կառնվի, որ նման հանգամանքի մասին դատավորը վկայակոչել է, ինչը որևէ մեկի կողմից չի առարկվել, հակառակը չի հիմնավորվել կամ չի հերքվել։ Այս մասով կարող եք դուք մտածել, որ ձևաչափով ըստ էության ուզեք, մենք այդ ձևով էլ իրականացնենք, այսինքն տարբերակները ըստ էության սրանք են, կամ տրամփակության ռեժիմով մենք ուսումնասիրենք ստորագրություն պարզաբոլորը վերցնելու են ձեզ տրամադրվի, կամ մենք իրականում որևէ ձևով կասկածի տակ չենք դնում ձեր խոսքը, որ ունեցել է առողջական խնդիրներ։ Կարաք անգամ 1 րոպե, 2 րոպե մտածել, որևէ խնդիր չկա, դուք որոշեք Խորհրդի անդամները ինչ կարծիք ունեն դրան։ Շատ լավ, անցնենք տրամփակության ռեժիմ մի քանի րոպեով։ Կարծիք ունեք իմ հայտարարությունների վերաբերյալ։ Շատ լավ, դատավորի միջնորդության հիման վրա անցնենք տրամփակության ռեժիմ, բժշկական գաղտնիք պարունակող ըստ էության փաստաթուղթ ըստ հայտարարության համենայն դեպս փաստաթուղթ կներկայացվի ուսումնասիրելու համար եւ տրամփակության ռեժիմից արդեն հետ կվերադառնանք, անցանք տրամփակ ռեժիմի, խնդրում եմ անջատել եւ դատական նիստերի դահլիճում գտնվողները, ովքեր որ մասնակից չեն դուրս գան, նաեւ պատրաստեք տրամփակ դատական նիստում այդ փաստաթղթերի հետ կապված համապատասխան նախազգուշություն։ Դատական նիստը շարունակվում է, խորհուրդը որոշել էր տրամփակության ռեժիմի անցնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի կողմից պետք է ներկայացվեր այնպիսի
փաստաթղթեր, որոնք բժշկական գաղտնիք են պարունակում, դռնփակության ռեժիմում մենք քննարկման առարկա դարձրեցինք որոշակի հարցեր, փաստաթղթեր ուսումնասիրվեցին, ուսումնասիրության առարկա դարձան, հայտարարություններ արվեցին, ինչը ըստ անհրաժեշտության արդեն խորհուրդը համապատասխան որոշում կայացնելիս դրանք կփաստագրի եւ հիմք կընդունի։ Այժմ մենք շարունակում ենք քննությունը դռնբացության ռեժիմում, դռնբաց դատական նիստը շարունակվում է եւ պետք է մենք արդեն անցնենք գործով առկա ապաստների հետազոտմանը, եթե մինչ այդ ապաստներ ներկայացնելու որևէ մեկը անհրաժեշտություն չունի։ Դուք մենք այդ դռնփակության մասը հանեցինք, հիմա դուք ունեք այլ ապացույցներ, որոնք անհրաժեշտ է համարում ներկայացնել։ Զուտ պատվարժան դատում միայն այն, որ ես նշել եմ, որ յուրաքանչյուր օր, աշխատանքային օր, շուրջ 5-ից 6 դատական իստասնեության քրեական գործերով, միջդատականը չհաշված։ Իրականացում ցուցակը ինձ մոտ է, ես եթե պայմանավորվենք հետևյալ կերպ գրաֆիկ է, էլի, պայմանավորվենք հետևյալ կերպ, այն ապացույցները, որ դուք գտնում եք էական նշանակություն ունեն հարցի լուծման համար, դուք ազատ եք դրանք ներկայացնել։ Դուք եք որոշում, եթե գտնում եք, որ ձեր կողմից ներկայացված փաստերը հիմնավորելու համար անհրաժեշտ է ներկայացնել որոշակի փաստաթղթեր, դրանք կարող եք ներկայացնել, ինչը մի քիչ առաջ դռնփակության ռեժիմում մենք դրա նման քննարկեցինք։ Եթե ունեք փաստաթղթեր, ապացույցներ, որոնք ուզում եք ներկայացնել, խնդրեմ կարող եք հիմա ներկայացնել, մենք տրամադրենք նաև մյուս կողմին, մյուս ապացույցները հետազոտենք, հետո արդեն կունենանք եզրափակիչ ելույթներ եւ կավարտենք քննությունը։ Սա պատճենն է ուրեմն 2025 թվականի դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 22-ը ներառյալ 2025 թվականի եւ սա իմ 2026 թվականի ընդհանրապես գրաֆիկն է գործերի, որոնք որ փաստացի տեղ են ունեցել։ Ես սա պատճենի տեսքով կտամ, եթե սա պատվարժան դատանը կարող է հետազոտել, վերադարձնել, ընտրեմ վերադարձեք, եթե ամեն դեպքում պատճենը տրամադրեք, պատճենը հաստատ տրամադրեք, տեսնենք այդ ինչ եք ներկայացնում։ 25 թվականի դեկտեմբեր ամսվանն է, եթե 26-ինը անհրաժեշտություն կա, ես 26-ինը տրամադրեմ ձեզ։ 12 էջից բաղկացած փաստաթուղթ ներկայացվեց, հիմա տրամադրենք լիազոր մարմնի ներկայացուցչի։ Հիմա տրամադրենք թող ծանոթանա։ Դե ամեն դեպքում փաստաթուղթ են ներկայացրել, տանք։ Սա ուղղակի իհավաստում են նրա, որ օրական 5-ից 6 նիստ յուրաքանչյուր աշխատանքային օր ուղղակի այդ բանով քննվում է, էլի։ Յուրաքանչյուր օր ժամը 9:30-ից սկսում է ու գնում է մինչև Աստված գիտի ժամը քանիս։ Կասկածի տակ չենք դնում հարգելի խորհուրդ, ոչ։ Էսա, ամբողջովին։ Շնորհակալություն։ Արություն տեսնում եք գործում արկա մյուս ապացույցները հրապարակելու առանձին, թե համարենք հետազոտված Հարգելի խորհուրդ, մեկ հրապարակված։ ապացույց կա խորհրդի թույլտվությամբ հրապարակեմ։ Ընդամենը մեկը։ Որն է։ Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից արդարադատության նախարարին բարույթի ընթացքում ներկայացված գրությունը 2026 թվականի հունիսի 5-ի եկ 4456։ Այսա մենք էլ բացենք։ Բայց դու կարող եք սկսել, ահա սկսեք։ Դեպարտամենտի Հարգելի խորհուրդ, հրապարակում եմ դատական դեպարտամենտի ղեկավարի Հունիսի կողմից։ 5-ի մասն է խոսքը։ Այո։ Շատ լավ, խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, ներկայացնում եմ հրապարակում եմ դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ներկայացված գրությունը, արկա են համապատասխան նշագրումը, վավերապայմանները, թվագրված 2026 թվականի հունիսի 5-ին, համար DD1 եկ 4456 ծառայողական օգտագործման համար օրինակ 1 նշագրումով արդարադատության նախարարի պարտականությունները կատարող պարոն Տիգրան Դադունցին Պարզաբանման համար այդ ժամանակահատվածում նախարարությունների պարտականությունների կատարողը կրկին եղել է պարոն Դադունցը, հարգելի պարոն մեջբերման սկիզբ,
Հարգելի պարոն Դատունց, ի պատասխան դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում 2026 թվականի հունիսի 4 մուտքագրված ձեր 0306-2026 թվականի թիվ 94 կոտորակ 2026 գրության տեղեկացնում եմ, որ ըստ դատական համակարգ տեղեկատվական համակարգչային ծրագրում առկա տվյալների թիվ 110597 կոտորակ 11 կոտորակ 25 դատական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի 19-12-2025 թվականին կայացված բողոքը քննության առնելու մասին որոշումը դատական համակարգ տեղեկատվական համակարգչային ծրագրում տեղադրվել է 29/04/2026 թվականին ժամը 16:43-ին հարգանքով Նայիրի Գալստյան, դատական դեպարտամենտի ղեկավար, ստորագրություն իմ կողմից հրապարակվող տարբերակում կա նախարարության կողմից մուտքի համապատասխան կնիքը, մուտքագրվել է նախարարությունում 2026 թվականի հունիսի 8-ին մ կոտորակ 35-2026 հերթական համարով։ Մեջբերման ավարտ, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հետազոտված ապացույցների հետ կապված բան ունեք ասելու, պարոն Ֆարխոյան, որ հարգելի անդամներ։ Շատ շնորհակալություն։ Կարող եք նստել, համարենք հետազոտված փաստորեն ամբողջությամբ։ Եզրափակիչ ելույթների հնարավորությունն է, խնդրեմ հարգելի ներկայացուցիչ լիազոր մարմնին մոտեցեք եւ ներկայացրեք ձեր եզրափակիչ ելույթը։ Այն ինչ որ դրամփակում էլ խոսել ենք, արդեն այստեղ ըստ էության դրա մասին ակնարկելու անհրաժեշտությունը պարզա չկա, որովհետեւ այնտեղ դուք ձեր ամբողջական դիրքորոշումը հայտնեցիք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, ամփոփելով խորհրդի անդամները հուշում են, որ կարծեք թե անհրաժեշտություն կա նաև անդրադառնալ այդ նախորդ վարույթում նաև այս Տիկին Մեկոյանի հարցի շրջանակում է ըստ էության, թե որն է տարբերությունը, օրինակ այն ժամանակ կարճելու, հիմա էլ ըստ էության տեղեկություն ունեցաք, բայց խոսելու է դրա մասին։ Վերջ։ Շնորհակալություն։ Այսքան։ Ձեզ նույնպես շնորհակալություն, խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, ամփոփելով այսօրվա նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, իլերումը նաև միջնորդությամբ ներկայացված հիմքերի եւ հիմնավորումների անհրաժեշտ է մանում հետեւյալ հիմնական շեշտադրումները կատարել արձանագրումները։ Նախ բնականաբար դատարանը գիտի իրավունքը, հատկապես խորհուրդը գիտի այն որոշումները, որոնք հենց ինքն է կայացրել, բայց շատ կարճ երկու մեջբերում եմ ուզում անեմ խորհրդի նախկին որոշումներից հարգելի խորհուրդ։ 2020 թվականի մայիսի 5-ին կայացված ԲՏԽ 9-վ-4 որոշումը, որի մի հատվածում նշվում է հետևյալը, մեջբերումը սպառեցի է։ Դատավորը հանդիսանում է իր աշխատակազմի անմիջական ղեկավարը, հետևաբար պարտավոր է նաև վերահսկել վերջինների գործունեությունը, դատարանի վերջիններիս գործունեությունը, դատարանի բնականon գործունեությունը։ Հարգելի խորհուրդ, նաև ուզում եմ հրապարակել նույն թվականի մայիսի 2-ի մեկ այլ որոշում կայացված, կրկին մեջբերումը սպառեցի, դատավորի պարտականությունն է ապահովել գործվող ժամկետում քննության օրենսդրական պահանջը, ուստի դատավարության մասնակիցներին պատժեշ ծանուցելու առումով իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվություն կրում է դատավորը, հարգելի խորհուրդ։ Սրանք երկու որոշումներ են, որը կայացրել է հենց այս բարձրացյանը։ Եվ շատ խոսվեց, թե ինչ պատճառներ են հանդիսացել, կարծես թե նշված ուշացման եւ մեր կողմից վերագրվող խախտման կատարման համար եւ պատճառները երևի թե պետք է հստակ ֆիքսենք, որ պատճառը բանվում է վերահսկողության, պատշաճ վերահսկողություն ըստ էության չիրականացնելը, որովհետեւ պատճառը, որը բացատրությամբ նաեւ նշվում է եւ որը թեև ոչ ուղղակիորեն, բայց ակնարկվեց այսօրվա նիստում պարոն Ֆարխյանի կողմից, հստակ է, որ այդ վերահսկողության, պատշաճ վերահսկողության բացակայությունն է եղել, որը վերագրելիության տեսանկյունից հաշվի առնելով նաև խորհրդի պրակտիկան, հաշվի առնելով լիազոր մարմնի պրակտիկան, ակնհայտ է, որ վերագրելի է նաև դատավորին, հարգելի խորհուրդ։ Ես ծանրաբեռնվածության մասին մենք այստեղ նաև խոսեցինք, բնականաբար ոչ մեկ ծանրաբեռնվածությունը կասկածի տակ չի դնում։ Պարոն Ֆարխյանը խոսեց իր վարույթում շուրջ 160 քրեական գործ լինելու մասին, այո, կասկածի տակ դա չենք դնում, հարգելի խորհուրդ, ինչպես նաև կասկածի տակ չենք դնում, որ կան դատավորներ, ովքեր ունեն շատ ավելի շատ ծանրաբեռնվածություն, որոնց մոտ նման խնդիր չի առաջանում, եւ ի վերջո բոլորովին վերջերս այս բարձրացյանը մոտ 300 գործ ծանրաբեռնվածություն ունեցող դատավորին խիստ նկատողություն դատավարական սանկցիայի նաև ենթարկեց։ Պարոն Ֆարխյանը խոսում է մոտ 160 գործի ծանրաբեռնվածության մասին։
Խոսվեց դատալեքս համակարգում տեղադրված լինելու վերաբերյալ, հարգելի խորհուրդ, վստահաբար այն թե ինչ տեխնիկական Ներողություն, այդ 300 գործ ունեց, որ գործի մասին է խոսքը, որ քանի որ դուք Մարտին ընդհանուր իրավասության Արաչյացյանի դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու մասին, հարգելի խորհուրդ։ 300 գործ ուներ վարույթում։ Մոտավոր ես հստակ թիվը չեմ կամ 200 քանիս։ Հա, լավ։ Բացախտումներից գործի համար 243 ոնց որ հագին է, էլի։ 250 տեղեկությունս բացախտումներից ես վարույթին անձնական հանգամանքներով պայմանավորված առնչություն չեմ ունեցել, հարգելի խորհուրդ։ Շնորհակալություն։ Դատալեքս համակարգի վերաբերյալ նշվեց, հարգելի խորհուրդ, վստահաբար բոլորը գիտեն դատալեքս դատական իշխանությունը այդ ներքին տեղեկատվական համակարգում որոշումների մուտքագրման առանձնահատկությունները եւ պատահական չէ, որ մեր կողմից նշվում է, որ որոշումը թվագրված է ամսի 19-ով եւ պատահական չէ, որ մեր համար շատ բարձրաբանման հանգամանք է եղել էական նշանակություն ունեցող թե երբ է դատալեքս տեղեկատվական համակարգում, այսպես ասած, այն ներքին պատուհանի հատվածում, որը 11 կոդով գործերն են կամ միշտատական ակտի իրավաչափության վիճարկման գործերով միայն ներքին հատվածում է երևում եւ հրապարակայնորեն հասանելի չէ, եւ պատահական չէր, որ ես առանձնահատուկ ցանկություն հայտնեցի նաեւ հրապարակել դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ներկայացված գրությունը, թե երբ էր դատական իշխանություն համակարգում մուտքագրվել նման որոշումը, որը ըստ էության նաեւ նախանշում է որոշման կայացման կամ որոշման կազմակերպական առանձին գործողություններ երբեն իրականացվել, հարգելի խորհուրդ։ Հարց ու պատասխանի ընթացքում ես նախկինում նմանատիպ վարքագծի շարունակականության մասին հարց բարձրացրի, թե արդյոք նախկինում եղել է նմանատիպ խախտումներ, թե ոչ, հարգելի խորհուրդ։ Նախկինում նմանատիպ խախտումներ արարքներ, եկեք ասպես ասեմ, քանի որ հաստատված խախտման փաստի մասին չունենք, նախկինում նմանատիպ արարքի հետ գործ ունեցել ենք, դատավորի մոտ մեր գնահատմամբ սա նաև համակարգային վարու գործողություն է կրում, որովհետև ինչպես նաև նշվեց խորհրդի կողմից անդրադարձ կատարելու մասով, նախկինում նույնական արարքի համար դատավորի նկատմամբ եղել է հարուցված կարգապահական վարույթ, որը կարճվել է լիազոր մարմնի որոշմամբ, բացահայտեմ այնտեղ ավելին անգամ 1 տարուց ավել ժամկետով ուշացման մասին է խոսքը գնացել, հարգելի խորհուրդ, որը սակայն դատավորի կողմից առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու հիմքով կարճվել է։ Դատավորի կողմից իր բացատրությամբ նախկին վարույթի ընթացքում նախկինում ներկայացվել են որոշակի տեղեկություններ, որոնք որ լիազոր մարմինը հիմք է ընդունել, հարգելի խորհուրդ, եւ այդ հիմքով կարճել է։ Ըստ էության, ինչ վերաբերում է առողջական խնդիրներին, ես եւս մեկ անգամ ցանկանում եմ խորհրդի ուշադրությանը հրավիրել այն հանգամանքին, որ նաեւ բացատրությամբ դատավորի կողմից նշվում է, որ տվյալ դեպքում ուշացման պատճառը եղել է վերահսկողության բացակայությունը, ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելը, եւ ես կարծում եմ խորհրդին վստահաբար մեր դիրքորոշումը փորձում եմ նաև հիմնավորել, թե ինչով է պայմանավորված վերագրելիության անխուսափելիությունը այս դեպքում, պայմանավորված նաև խորհրդի նախկին որոշումներով արտահայտված դիրքորոշումներով։ Առողջական խնդիրների վերաբերյալ ըստ էության, հարգելի խորհուրդ, մեզ համար առողջական խնդիրները դատավարական հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի դեռ դրանք չեն խոչընդոտում պաշտոնավարմանը։ Ամփոփելով, հարգելի խորհուրդ, խնդրում եմ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջնատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Ավարտեցի, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Պարոն Ֆարխան, եզրափակիչ ելույթի համար մոտեցեք ամբիոնին։ Պատվարժան դատան, ես արդեն ամբողջական նշեցի իմ հայտնածը, մի փոքր զարմանալի է կողմի նշածը, որ կան դատավոր, կան դատավորներ, որոնց մոտ վարորդային առումով, քանակային առումով ավելի շատ են գործերը, գործերը կարող են լինել շատ, բայց գործերի բարդությունը, այսինքն մեկ գործ կարող է հավասարազոր լինել 30-40 գործի, ոնց եք պատկերացնում, որ մի գործով մեղադրյալների քանակը լինի 10-ից ավել, 8-ից ավել, 15-ից ավել
եւ այդպեսին մեկ գործ չէ, որին վարույթում է գտնվում, ես էլ արդարադատություն իրականացնելուց չեմ հրաժարվում, իրականացնում եմ բնականաբար արդարադատությունը, առողջական խնդիրները մի կողմ դնենք, դա կապ չունի, ուղղակի ժամային առումով իրոք դատավորի մոտ հնարավորություն չի լինում ավելի շատ հսկողություն իրականացնել, որպեսզի ժամանակին դատական ակտերը ուղարկվեն կողմերին։ Զուտ ժամային առումով, որովհետև ես համոզված եմ, որ բոլոր դատավորներն էլ հատկապես քրեական այսօրվա օրով գեր ծանրաբեռված են։ Գեր ծանրաբեռված են եւ ըստ էության քննվող գործերով եւ միջդատական վարույթի գործերի։ Գեր ծանրաբեռված իրոք։ Ավելին ասեմ, չգիտեմ, նախարարության ներկայացնողները տեղեկություն ունեն, որ դատավորը նաեւ գիշերվա 1-ին, 2-ին, 3-ին էլ է դատական ակտեր կայացնում, որովհետև այդ ժամանակ հենց քննարկում է, այդ ժամանակ էլ հենց խափան միջոցի հարցերի քննարկման արդյունքով դատարանը որոշում է կայացնում եւ տրամադրում կողմերին։ Իսկ մյուս օրը հաջորդ օրը ժամը 9:10-ին նույն դա կոնկրետ իմ կողմից, մյուս օրը հենց 9:30 առավոտյան դատական նիստ է, որը որ բնականաբար չի կարող հետաձգվի։ Սա եմ ասածը։ Չունեմ որևէ բան ավելացնելու, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Իհարկե մի փոքր կարելի ասել ուշացում, բայց էական հանգամանքա Տիկին Մկոյանի մոտ հարց առաջացավ, որ դուք ասում եք այդ նվազել է, այդ ինչի արդյունքում է նվազել, որ ասում եք 190, քանից ոնց որ հետո դարել է 160, հիմա ավելի է նվազել։ Գործերը քննվել են, նվազել են, մակագրությունը, բանը սահմանափակվել է այն մոտ մակագրությունը գործերի։ Դրա շնորհիվ նվազել է գործերի քանակը, այսինքն գործերը նվազում են։ Շատ լավ, շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Այսպիսով եզրափակիչ ելույթներն էլ ավարտեցինք, խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար։ Դատական ակտը կհրապարակվի 2026 թվականի 7-րդ ամսի 21-ին ժամը 14:00-ին նույն վայրում։ Դատական նիստը հայտարարում է փակված։